10 տարվա ընդմիջումից հետո առաջին զորահանդեսն է տեսնում Հանրապետության հրապարակը։ «92-ի մայիսին նոր կազմավորված հայոց բանակի զինվորները կամավորների հետ անցնում են հրապարակով ու միանգամից մեկնում ռազմաճակատ։ Ռազմական տեխնիկա չի ցուցադրվում, դրանք տեղակայված էին բնագծերում ու կատարում էին Արցախն ազատագրելու մարտական խնդիրը։ Մեկ տարի անց 93-ի մայիսի 28-ին կրկին զորահանդես է Հանրապետության հրապարակում։ Արցախի մեծ մասն արդեն ազատագրված է եւ զինտեխնիկա ցուցադրում է Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի ձեռքբերումը միասնության դեպքում 96-ին զորահանդեսն անցկացվում է ոչ թե մայիսի 28-ին, այլ անկախության տոնին, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է ընդունում զորահանդեսը։ Փառք հայոց պանցալի բանակին։ Պանցալի բանակը 3 տարի անց սեպտեմբերի 21-ին կրկին Հանրապետության հրապարակում է։ Հանուն հայրենիքի գրությամբ մարտական դրոշն է ուղեկցում հրապարակով անցնող տանկերին։ բարձրեր մեր ժողովրդի ոչին Քոչարյանի նախագահությամբ հաջորդ զորահանդեսը անկախության 15-ամյակին է։ Անկացած առաջադրանք հակառակորդի թիկունքում Տրիբունային են հայոց հոգևոր առաջնորդները, Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից 4-ը Արցախի հերոսներ։ Պետական եւ գերատեսչական շքանշաններով ու մեդալներով։ Շարանցմանը մասնակցում է ավելի քան 3000 զինվոր, ցուցադրված զինտեխնիկան տասնապատկված է, մոտ 150 նմուշ է անցնում հրապարակով։ Պետականության ձևավորման ամբողջ ընթացքում ժողովրդի ծոցից ծնված երկրապահը գործեց խիզախ, խոհեմ եւ անշահախնդիր։ 2011-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է անկախության 20-ամյակը։ Հայկական բանակն առաջին անգամ անօդաչուներ է ցուցադրում, Բաքվում վայնասուն է բարձրացնում հրապարակով անցնող ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը։ 5 տարի անց ապրիլյան քառորյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ցուցադրում է ժամանակի հրետանային համակարգերի լավագույն նմուշները՝ Գրադ, Թայֆուն, Սմերջ, Կոնկուրս, Տոչկա ու Սկադ։ Իսկանդեր Հրապարակով անցած Իսկանդերն Ադրբեջանին ստիպում է համացանցը ողողել ապատեղեկատվությամբ, թե այդ համալիրները ոչ թե հայկական բանակինն են, այլ Գյումրիի ռուսական ռազմաբազայինը։ Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքներ 10 տարի անց Հայաստանի զորահանդեսների պատմության մեջ առաջին անգամ զորահանդեսն ընդունում է մարտական ուղի չանցած պաշտպանության նախարարը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Երազի իմ երկիր հայրենին հայոց բանակի երբեմնի օրներքը առաջին անգամ չի հնչում զորահանդեսին։ Նոր է զինուժի մարտական դրոշը։ Նոր է զինված ուժերի զինանշանը։ Նոր է զինվորականների, այդ թվում գեներալների համազգեստը։ Զինված ուժերի մարտական դրոշ Ամեն ինչ նոր է այս բանակում, ասում է Փաշինյանը, անգամ մարտունակությունը։ Նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ Բանակ զրոյական կետից այս անունն են տալիս վերլուծաբանները բանակի փաշինյանական ռեբրենդինգին։ զինծառայողներին Փաշինյանը համոզված է կերպափոխել է բանակը, որը նախկինում ըստ նրա պատերազմի գործոն է եղել։ եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հնարավոր ագրեսորի անունը չի հնչում հրապարակում։ Ով է օկուպացված պահում Հայաստանի Հանրապետության տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը։ պայմանական հակառակորդին Ով է արցախցիների էթնիկ զտման հեղինակը։ պայմանական հակառակորդին Ով է զնդանում պահում ավելի քան 2 տասնյակ հայերի։ պայմանական հակառակորդին Ով է ռազմավարի պուրակ բացել իր մայրաքաղաքում ու ծաղրում հայ զինվորին։ պայմանական հակառակորդին
հակառակորդին, Անուն չի հնչում, որովհետև առաջին զորահանդեսն է խաղաղության պայմաններում։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ suverenliği Խաղաղության միֆը նույն օրը փշրել է Ալիևը։ ve elde edilmiş Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով։ Շուշիում էր Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին։ Նա պայմանական հակառակորդ չի անվանում հայերին։ Ըստ նրա մենք թշնամիներ ենք։ bayrağımız da Şuşa'da kaldırıldı. Մեր դրոշը բարձրացվեց Շուշիում, այնուհետև Ստեփանակերտում եւ Düşman torpaqlarımızdan թշնամին վտարվեց մեր հողերից։ Հայաստանի բանակը լիովին ջախջախվեց։ Այսօր մենք ապրում ենք հանգիստ, որպես հաղթող ժողովուրդ եւ հաղթող պետություն։ Ձախից դիմավորելու համար ողջունիր Հարկ ու պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի քաջարի մարտիկներին Հարկ Արցախի բանակին հայկական բանակի սպայական կազմի հիմնական դաշնոցը Առանցին տանկային գումարտակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյաց Ալբերտ Սերոփյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր, Կիրակի։ Մեր տաղավարում է ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայաստան Դաշինքի պատգամավորի տեխնացու Գեգամ Մանուկյանը, ողջույն պարոն Մանուկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, ինչ էմոցիաներ առաջացրեց զորահանդեսը ձեր սրտում։ Մենք պետք է շատ պարզ ասենք, որ ցանկացած հայ մարդու համար իր զինված ուժերի զորահանդեսը չի կարող հպարտություն, ուրախություն չպատճառել։ Եվ այս առումով բնականաբար հոգեխորքում ուրախ ես քո զորքերի համար, քո բանակի համար, քո զինվորի համար։ Բայց նաև գիտեք, ես պարզ սենտիմենտալ քաղաքացի չեմ, որ դրանով հրճվեմ ու դրանով բավարարվեմ։ Ես ազգային ժողովում, ինչպես նշեցիք, պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, որը մեր երկրի անվտանգության նաև պատասխանատու է, որը ամեն տարի բյուջեի հարց է քննարկում, այդ ամբողջը փակ ռեժիմով, ժամերով պաշտպանության նախարար, ԱԱԾ, արտաքին հետախուզություն, բարձր վտանախարար, բարձր տեխնոլոգիաների նախարար, սրտացավ քննարկումներով, որովհետև չի լինի որևէ քաղաքացի, որ չուզենա իր երկիրը ավելի անվտանգ չլինի։ Եվ այդ պատասխանատվությունը նաև ինձ դրդում է սառը հայացքով նայել։ Այսօր առեթունացել եմ ձևակերպել, սա այս զորահանդեսը ոչ միայն նախընտրական քարոզչական էր, այլ ուրացման զորահանդես։ Ինչ նկատի ունեք։ Ես ցավ եմ ապրում բոլոր այն մեր զինվորականների համար, որոնցից շատերը արդեն հանգուցյալ են, շատերը նահատակ են։ Ես ցավ եմ ապրում, պայմանական ասեմ, այսպես դիմում եմ Չինարի գյուղում արդեն 25 տարի մարտական հերթապահություն իրականացնող այն արդեն պապիկ կարող եմ ասել, որոնց այնտեղ եմ հանդիպել, որտեղ մայիսի 28-ին այս իշխանությունը իր նախընտրական քարոզչության համար ասեց, որ այդ պապիկների ծառայությունը, այդ զինվորականների ծառայությունը ամեն ինչը զրոյա, փուչ, ոչինչ չի եղել։ Երբ որ հայտարարվում է, հրապարակով անցնում է արամած, չգիտեմ ինչ, հրետանային համակարգը պայմանական կամ մի հրետանային համակարգը կամ հակաօդային պաշտպանության համակարգը, պարզ քաղաքացու համար ենթագիտակցություն, որա, եթե արամազդորը մեր արտադրածն է։ Կա նաև բիզնես տրամաբանության խախտում, երբ որ որևէ երկիր զենք է վաճառում, նաև իր երկրի զենքի քարոզությունն է, ինչպես հնդիկները, որ Հայաստանը, ինչպես մի անգամ Պապիկյան Սուրենին եմ ասել, Հայաստանը դարձրել է գովազդային վահանակ հնդկական զենքի համար։ Սա մեկ, երկրորդը, այն, տեսեք, շքերթի մեջ շատ կարևոր է տեքստը, այն հաղորդավարական տեքստը, որը հիմնական ուղերձներն է հղում։ Սրանց ամբողջ տեքստի մեջ խաղաղությունից այն կողմ բառ չկար։ Նաև, տեսեք, երբ որ զորքը անցնում է, կառոպկա են կոչում պարադների, շքերթների ժամանակ, զորամիավորումներ են։ Ցանկացած հեռուստադիտող մտովի թող մայիսի 9-ի Մոսկվայում տեղի ունեցող շքերթները վերհիշի, ամեն զորամիավորում, որ գալիս է, զորամիավորման պատմությունն է ներկայացնում։
Իսկ հիմա քայլում են նույն երկրորդ բանակային կորպուսի այդ կարոպկեն զինվորականները ու չեն ասում, որ գիտեք երկրորդ բանակային կորպուսը անցել է հերոսական անցյալ ունի, անցել է ամենածանր մարտական գործողություններով, երկրորդ բանակային կորպուսում ճանաչում են մարդկանց, հենց հիմա պայմանագրային զինծառայող կա Վարդենիսում, որը 44 օրյա պատերազմի ժամանակ թշնամու առաջին հարձակումից հետո կորցրած մարտական դիրքերը մի քանի օրվա մեջ հետ են բերել։ Որևէ բան երկրորդ բանակային կորպուսի նույն հատուկ նշանակության Սյունիքի զորքերի, որոնց զինծառայողները հերոսաբար զոհվել են, նահատակվել են 22 թվականի սեպտեմբեր 13-14-ին։ Տեսեք, իմ խոսքը, որտեղ իմ աչքի առաջ գալիս են այն բոլոր զինծառայողներ, որ այսօր են պոստում կանգնած, լինի Ջերմուկ, լինի Ներքին Հանդ, լինի Վարդենիս, լինի Տավուշ, որոնց հետ պարբերաբար այցելել են, եթե պաշտպանության նախարարությունը թույլ է տվել։ Միակ լավ առիթը ունենում ենք նոր տարվան ասում ենք գնում ենք գնանք դիրքեր պատգամավորներով, այդ ժամանակ նոր թույլ են տալիս։ Մյուսը տեսեք, իմ ազգանունը եթե Մանուկյան է, ես Մանուկյան ազգանունից հրաժարվում եմ, այլևս ես կտրվում եմ հանգուցյալ պապայից, պապից, այն ամբողջից, որ կա, որտեղ ինձ մեր գյուղում ճանաչում են Մնոյ, Ավոյ, Գեղամի թոր։ Երբ որ ասում են 0-ից են բանակ սկսում, ես նոր եմ սկսում բանակ, այն ամբողջ անցյալը չկա, երբ որ նույնիսկ զենքի հարցով դարձրել են սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ նախկին ներկա հայտարարեցին 22 թվից հետո միայն ձեռք բերված զենքը։ Ոնց։ Այն մնացած զենքը, որը մեր զինվորի նահատակության հետ միասին մարտնչել է պատերազմի դաշտում։ Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանի հենց այդ օրվա ուղերձից, այսինքն կառավարության շենքում արդեն արված հայտարարություններից, շատ պարզ հասկանալի է նպատակներից մեկը առնվազն զորահանդես անելու։ Նա հստակ ձևակերպեց այսպես. ընդդիմությունը այսքան տարի ասում է դու բանակը քանդեցիր, մենք ուզում ենք ցույց տալ, որ տեսեք, ոչ չենք քանդել։ Նայեք, այդ սիրուն ներկատը կապ չունի բովանդակության հետ, որովհետև մեր պարկեշտությունը ընդդիմադիրների թույլ չի տալիս, որ շատ ավելի բաց խոսեմ, շատ ավելի ասեմ, արդյոք այդ բոլոր զինատեսակները այսօր մեր զինված ուժերի սպառազինության մեջ ներդաշնակված են, լիարժեք աշխատում են, հարցեր հնչեցնեմ, այդ հրանոթը, որ բերում ես, այդ համակարգերը, որ ներկայացնում ես, դրա համար սպառազինություն որքան ունես դու պաշար, թե 1-2 ժամ աստված մի արած ռազմական գործողություն լինի, թե 1-2 ժամ կրակելուց հետո վերջանալու է, դա գիտեք, շատ դժվար է մեր սիրելի հայրենակիցներին, որոնց պարտականությունը չի ռազմական գործից, զինական գործից հասկանալը, բայց դժվար է բացատրել, որ դες խնդիրներ կան։ Նույն, այն որ նախագահ Քոչարյանին որտեղ է սպիտակ ու մեկը մոտեցել է, ասում է ձեր նախագահության տարիներին ինչի անօթաչու թռչող սարքեր չեք առել։ Էսենք։ Այսինքն երբ որ դեռ 16 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ նոր անօթաչու թռչող սարքերը նոր առաջին քայլերն էին անում։ Բայց հիմա ես էլ պարզ ասում եմ, այդ պորոտախոս Նիկոլ Փաշինյանը, որ այսօր բան ասում, սարերա շուռ տալիս, նույն իրանց սիրած քննիչ հանձնաժողովն է գրել սևով սպիտակի վրա, այսինքն հերիք եղավ, ո՞լ եղավ, գրել, որ գիտեք, Նիկոլ Փաշինյանը եկել է դառել վարչապետ, դրանից առաջ մեր զինված ուժերը դեմ ա եղել Սու-30-ները առնելու, Նիկոլին համոզել են, ամբողջ զինված ուժերի սպառազինությունների ձեռքբերման պլանը վերափոխել են եւ այն գումարները, որը նախատեսված ա եղել անօթաչու թռչող սարքեր առնելու, ռեփ համակարգեր, անօթաչուների դեմ պայքարի համակարգեր առնելու, այդ ամբողջը վերաձևակերպել են, այդ ամբողջը ուղղել է Սու-30-ներ գնելուն, որը դառել է մենակ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողիկ։ Թող չպորոտախոսի Նիկոլ Փաշինյանը, նույն այդ իրանց սիրած 44 օրյա հանձնաժողովն է տվել եզրակացություն, որ 44 օրյա ժամանակ Սու-30-ները որևէ մարտական խնդիր չեն կատարել, այսինքն թեկուզ հետախուզական,
Բայց 19 թվականին պարտանում էր սու 30-ները անցան մարտական հերթապահության։ Այդ օրը պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին զանգել է Շուշանիկներ Ստեփանյան։ Ասում Շուշանիկ ամոթա, էջիթը այդ լուրը հանի առանց հերթի, ինչ մարտական հերթապահություն, ասում դե պարոն վարչապետն է, ասում ինձ անգրագետ է։ Ավելին ասեմ, այդ որ իրենք սկիզբն են դնում 22 թվից առաջ, բա 19 թվին առաջ օրինակ հոբ համակարգերը, այդ ասահականները, որը նույն քննիչ հանձնաժողովը ստիպված է եղել գրություն ուղարկել գլխավոր դատախազին, թե այս թեմայով քրեական գործ հարուցեք։ Լավ, այդ էլ իր իշխանության ժամանակ ձեռք բերված է, բայց գիտեք ինչն է իմ ցավը։ Անվանական ասեմ, էլի, լավ ասեմ, գլխավոր շտաբի պետի տեղակալ կա Կարենը Գրիգորյան։ Այսինքն երբ որ ասում են, որ մինչև իրանց 0 է եղել, գեներալ մայոր Կարեն Գրիգորյանի ծառայությունը Արցախի հանրապետության պաշտպանության բանակում 0-ացնում է։ Սիրելի հեռուստադիտող են բոլոր տղեկը, որը ծառայել են Արցախի պաշտպանության բանակի Մարտունու ուղղությամբ։ Չէ որ տեսել եք նույն Կարեն Գրիգորյանը ինչ ինժեներական աշխատանքներ է իրականացրել։ Հիմա ասում են վերջ, չկա, ջուրն են լցնում, այդ զինվորականներին ստիպում են, որ իրենց ծառայության համար Արցախում ստացած մեդալները փոխեն։ Ես իրենց եմ շատ հաճախ ասում, ասում լսեք, որ այդ ձևի բանկա ասում եք, ախր ձեր վաստակն է 0-ացնում։ Իդեպ այդ բանկա հիմա էլ կա։ Նույն Չինարիում մի անգամ նկարեցից, լավ Քոչարյան Անդոյին մի օր ցույց կտամ։ Իրականում այդ բանկա բութուրքի գաղափարներն ինչա, զինվորը այդ պահածոն, որ ուտում է, մարտական դիրք է, գցում է, նետում են չեզոք գոտի, որի ձայնը հետո դիվերսիոն փորձի ժամանակ լսվում է եւ կա նաեւ զինվորականության մեջ ընդունված կար ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով ամրապնդել պաշտպանությունը։ Մեկ այդ բանկեն, որ կերան պրծավ, դառնալու է ժանկ։ Ոչ թե որ դիրք չկա, մարտական հենակետ չկա, առավոտվանից գիշերը պոռոխտա խոսում են, ամրոցներ են կառուցել։ Մեր դաստիարակությունը երկրի անվտանգության նկատմամբ մեր անհանգստությունը թույլ չի տալիս, որ բացահայտ խոսեմ, ժողովուրդ այդ ամրոցների 90%-ը երկրորդ գիծ է։ Մի ամրոցի տեղ որ հիմա նկարագրեմ, ամբողջ Արարատյան դաշտավարի ժողովուրդը կասի, դուք գիծ չեք։ Մեր մարտական դիրքը որտեղ, դուք որտեղ եք կառուցել։ Այո, գնացել ենք, տեսել ենք, սրտացավ ենք տեսել, անգամ մեր առաջին այցից Սերան Էրոհանյան, ես էի, Արգիշտին էր, Տիգրան էր Աբրահամյան, Արտուր Սարգսյան, որ հիմա տնային կալանքի տակ է, 6 էջանոց գրավոր պաշտպանության նախարարի ուղղված առաջարկությունների մի ամբողջ փաթեթ ենք ուղարկել։ Մեր թշնամին չի, այդ ցանկացած զինվոր, սպա, ենթասպա, որ կա, այդ մեր համար հարազատ է, բայց ես ատում եմ այն մանիպուլյացիան, որ կա, պաշտպանության նախարարին ասեմ, լսի, ես սա կյանքս քանակեր եմ ապրել։ Զինվորական զորամասերի տարած, ամբողջ կյանքս իմ աչքի առաջ եղել են կին զինծառայողներ, հիմա կարծես Ամերիկա են հայտնաբերել, կանանց գումարտակ, ոնց որ կին դիպուկահար չի եղել, ոնց որ կին կապավոր չի եղել, կին հազարով տեսակ զինվորականներ չեն եղել, բայց դրա հետ մեկտեղ այդ պոռոտախոսությամբ ուրախանում են կին կանանց գումարտակ, բայց լեզուները չի բացում նույն պաշտպանության նախարարության զինուս ծրագիրը անցած տարվա սեպտեմբեր 13-ին մի բերան չասեց, որ 22 թվին ագրեսիա եղել Ադրբեջանի, մեր զինված ուժերի 224 զինծառայող զոհվել է։ Քանակերուն զոհված տղակա, որը ներքին հանդում նռնակը պայթացրել է, որ թշնամու ձեռքը չանցնի, մի բերան չասեցին կին զինծառայողներով են հպարտանում, որ թշնամին գլխատեց հայ կին զինծառայողին։ Ախր բանա այդ զինված ուժերը ախր բոլորի զավակն են։ Բոլորը դրա մեջով անցել են, բոլորը փոխկապակցված են։ Բոլորը փոխկապակցված են, բայց այնքան են մանիպուլացրել։ Երեք մտնում եմ խանութ, մեկը առևտուր է անում։ Իրից հետո եկավ զինվոր։ Առաջի բանը, որ աչքովը սնգավ, տարբերանշանը զինված ուժերի, հինն է, հին հանդերձանքն է։ Մեկ էլ ես մարդը շուռ եկավ, այս թազա ֆորման, հա։ Ասում եմ, չէ, ասում թազա չի։ Նախ ասում եմ, այդ թազան էլ այդքան չկա։ 3000 ձեռք այս տարի բերել են, հələ փորձնական։ Դե լավ չխոսեն քաղաքականությունից, բայց սա է, մարդկանց գլուխը մթրել են իրականում այդ ֆորմի պատմությունը այլանդակություն է։
Ես քանի անգամ ազգային ժողովում խոսել եմ, այնքան եմ խոսել, որ Քոչարյան Անդրանիկը արդեն պարոն Մանուկյան, ասները լուրջ ֆորմի հարց է, ոնց որ պարոն Մանուկյանը տանելու է դի տուն։ Հենց եմ ազգային ժողովում ասում, լսեք, Պաշտպանության նախարարության թիկունքի պետը հայտարարել էր 22 թվին, որ 24 թվականի հունվարին զինված ուժերը ներկայանալ են նոր հանդերձանքով։ Ասեմ 24 թիվը անցավ, ինչի չեղավ։ Ասում է տենդեր հայտարարեցինք, ոչ մեկ չշահեց։ Իե։ Բա ով պետքա այդ գործի գլուխ կոչեր։ 25 թվականի վերջ ասեցին վերջ ամերիկացիների հետ պայմանագիրը կնքել ենք ֆորմայի նախագծման։ Հունվարին բերեցին Նիկոլ Փաշինյանը հակավ նայեց, բանարեց 3000 ձեռք բերել ենք փորձարկման համար ու մեկ էլ առանց ամաչել ասում են նոր հանդերձանքով զինված ուժերը հանդես գալ են։ Ես էլ արդեն տեղեկություններ ունեմ, շատերը դժգոհում են, որ շուտ է մաշվում, սա է լինում։ Այդ ամբողջ հանդերձանքը զինված ուժերը այսօր հերոստատեսություն գալիս Տիգրան մեծ փողոցի վրա, էլի 4-5 զինվոր անցնում էին, էլի նախկին հանգստով։ Էլի մեր հայրենակիցն ամոլորության մեջ են գնում։ Ոնց որ աջափնյակ մետրոն այնքան են ասել, որ մարդուն թվում է թե աջափնյակ մետրո կա, հիմա բոլորին թվում է այդ հանդերձանքը կա։ Եվ ամենակարևորը բովանդակության հարցն է։ Բովանդակության, ինչի ասում 0-ից եմ սկսում, որ այլևս զորամասերում չլինեն փառքի անկյուններ, որ այլևս Մոնթեների, Աշոտ Բեկորների, Վարդան Դուշմանների, Վազգեն Սարգսյանների, չգիտեմ, Գեղազնիկի նկարները չլինի։ 3 տարի նամակագրության մեջ են պաշտպանության նախարարության հետ հանեցին զորամասերից այդ նկարները հարցում էի ուղարկել ինչի եք հանել թե հիմա նոր էսքիզներ ենք պատրաստում կես տարին մեկ հարցում էի ուղարկել արդեն 4-րդ ամիսնա պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը խոստացել է որ օրինակելի մի զորամաս տանելու է տեսնի աչքից բայց ես ունեմ լուրջ կասկածներ այդ անցյալը հանելու ոնց որ 21 թվականի պաշտպանության նախարարության կայքի ջնջեցին մեր զինված ուժերի պատմությունը ազատամարտը Քննադատների մեծ մասի առաջին փաստարկը պարոն Մանուկյան նաև այն է որ բարոյական չէ զորահանդես անելը երբ Բաքվի բանտերում դեռ միայն պաշտոնապես ավելի քան 2 տասնյակ հայ կա նրանցից մեկը ձեր եղբայրն է պարոն Մանուկյան դիտենք ռեպորտաժը կշարունակենք Հանրապետության օրվա արդիվ Դա անբարոյական է, երբ որ հիմա նույն ժամանակ զինվորները եւ սպաները երի են հիմա եւ գտնում են բանտում։ Ժամանակակից զինտեխնիկայով ու սարքավորումներով եւ դիրքային ծառայության ընդգրկուն հնարավորություններով։ 3 տարի է մենք այստեղ ենք։ Հայաստանի առաջին հանրապետության օրը Երևանի սրտում ծրոյական կետից ստեղծված բանակի կատարելությանը գուցե հավատային Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ, եթե ռազմական ճոխ շքերթների ֆոնին չլսեինք Բաքվից հայ գերիների տագնապած ձայները։ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, որը Բաքվում կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման է դատապարտված, Զորահանդեսի օրը ծննդյան տարեդարձը նշում էր ադրբեջանական բանտում, արդեն 3-րդ անգամ։ Ուզում նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով եւ զենքով, կոչումներով եւ տարբեր ձևի ուրիշ բաներով, այլ ամենական ոգով, բարոյական եւ հայրենական ոգով։ Ուղերձում Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ ադրբեջանական բանտի գրադարանում հայերեն միայն 2 գիրք կա։ Մեկը Վարդգես Պետրոսյան է, մյուսը Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը։ Վարդանյանը հայերենը չմոռանալու համար երկուսն էլ կարդացել է։ Զարմանալի իմ համար, գիտեմ որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ թե միակ ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական կայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ կայնած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց գրագող եք։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, որը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման, ձայնային ուղերձում պատմել է ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները ակնարկել, որ իրենք Բաքվի բանտում կմնան այնքան, որքան ցանկանա Հայաստանի իշխանությունը։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է։
Բաքվում պատանդարված հայ գերիների հայտարարություններին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է արձագանքել։ Բաքվում անազատության մեջ պահող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չեն, թե նրանք ինչ պայմաններում, ինչ պայմանով եւ ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ։ Գերիների մասին հարցը լսելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փնթփնթացել է. «Ծնգլարեցիք»։ Հետո շտապել է ՔՊԱ-ական ոճով մեղմել իր անկեղծ արձագանքի առաջացրած տպավորությունը։ Լավ, ես չեմ հասկանում, որևէ մեկը կարա մտածի, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլարեցիք։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան։ Գերիները իմ համար չկան։ Ալեն Սիմոնյանի սկանդալային այս ֆրազի հիշողները գուցե կարող էին կասկածներ ունենալ, որ Սիմոնյանի բոլոր կուսակիցների համար միևնույնն է, ինչ կլինի գերիների ճակատագիրը։ Սա իմիջայլոց։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ ծնգլը ուղղված է եղել լրագրողներին ամբողջ սիրով ու հարգանքով։ Ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին, որով ասում եք։ Իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ խոստովանեք, հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու։ Անորոշության մեջ են Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիները, նկատում են իրավապաշտպանները։ Հայաստանի իշխանությունները իրենց ամեն մի նոր հայտարարությամբ մարում են հույսը, որ պետության ջանքերով մի օր հայրենիք կվերադառնան գերիները։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր Կիրակի։ Գեղամ Մանուկյանը դեռ մեր տաղավարում է, պարոն Մանուկյան, ազգային ժողովի ամբիոնից ձեր ամենահուզիչ ելույթը, որ այս պահին մտքից գալիս է, այն ելույթն է, ահա տեսնում եք կադրը, երբ դուք ցույց տվեցիք ձեր մայրիկի լուսանկարը եւ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասացիք, որ հրավիրում եք նրան գալ ձեր տուն եւ համոզել ձեր մայրիկին, որ խաղաղությունը եկել է։ Վերջին անգամ ինչ լուր եք դուք ստացել Բաքվից։ Հիմա վերաքննիչ դատն է գնում, բայց նայեք, իրականում քանի անգամ զուշացրել եմ այս իշխանության ներկայացուցիչներին, Բաքվում ոչ թե դատվում էին այդ մարդիկ, որ նստած են, եւ պարզ Բակո Սահակյան, Արկադ Ղուկասյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Պապայան, Լևոնը, այլ այն ամբողջ բովանդակությունը, որ կար, որ ամեն շաբաթյա դրությամբ դատական գործերին հետևում էի, կծկտուր գրաքննություն անցած տեղեկատվությունն էլ խոսում էր մի բան եմ ասում, որ այնտեղ իրանք չեն դատում, այդ դատում էր Հայաստանի Հանրապետությունը եւ ամբողջ դատաքննության բովանդակությունը հետեւյալն էր Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը սա է արել, Հայաստանը սա է արել, այնտեղ շաբլոն տեքստ կա բոլոր հաղորդագրությունների վերջում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Զորի Բալայան, բոլոր այդ տեքստերի մեջ Նիկոլ Փաշինյանը անունը չկա, ինքը Ադրբեջանի բարեկամն է։ Եվ հիմա էլ մինչև հիմա նույն մեր տղեկը կամ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները ամեն օր պնդում են, որ տվեք ամբողջական դատավճիռը։ Այսինքն դատավճիռը եղել է, դեռ իրենք չեն կարողացած ծանոթանալ ամբողջական դատավճիռին, որովհետև դրանից հետո պարզ կլինի, որ այս իշխանության այդ խաղաղություն ասածը մի հատ ուրիշ տեղ պետք է տանեն, որովհետև Ադրբեջանը իր դատական համակարգով որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության դեմ, հետո ցանկացած պայի օգտագործելու։ Ռուբեն Վարդանյանն էլ մի ուղերձ էր հղել, որում ասում էր, որ անբարոյական է, քանի դեռ դուք գերիներ ունեք, զորահանդես անելը։ Նիկոլ Փաշինյանին խնդրեցին արձագանքել այս հայտարարությանը, ասաց չեմ կարող արձագանքել Բաքվի բանտից հնչող որևէ մեկնաբանության, որովհետև պարզ չէ ինչ հանգամանքներում է այն արվել։ Նիկոլ Փաշինյանը իր վախկոտ փախնող տեսակով իր արշինով բոլորին թող չչափի, որովհետև այնտեղ եղած մարդիկ անձեն աչքով էլ նկատելի է, թե ինչ արժանապատվությամբ են ամեն ինչ տանում։ Գիտեք, միգուցե տեսակետ է, որ հա զորահանդես, բայց Բաքվում գտնվողների եւ զորահանդեսի այդ համադրությունը հասկանալի կլիներ, եթե այդ զորահանդեսը նաեւ մեսիջ արտաքին մեսիջ ունենար, ոգի ունենար, կամ առնվազն այդ զորահանդեսում հիշեին այդ զինված ուժերի մաս կազմող մարդկանց, որոնք այսօր Բաքվում են, որոնք կոչումներ են ստացել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, պաշտոնի են նշանակվել վարչապետի առաջարկմամբ Հայաստանի նախագահի հրամանագրով։
այդ որ ամեն ինչ չենք որ ասում ի նկատի ունենալով հարվածի տակ չդնենք մեր երկիրը, դրանից են դրա համար իրանք օգտվում։ Իսկ իրանք ցանկացած մեկին ասեմ, իր զինվորին անօգնական թողնողը, գերության մեջ թողնողը բոլորը գիտեն, չէ՞ ինչ է։ Հիմա այս իշխանությունը այդպես է վարում։ Այսպես է վարվում։ Պարոն Մանուկյան, մենք հասել ենք մի վիճակի, երբ գերիները իրենց ուղերձների վերջում ուղիղ դիմելով հայ ժողովրդին մաղթում են պինդ լինել։ Մարդ փշաքաղվում է, երբ ուղերձի վերջում ուղղակի ասում են պինդ եղեք, դիմելով մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում են, ապրում են ազատության մեջ ամենայն դեպս։ Մենակ այդ խոսքը արդեն ապտակ է իշխանություններին ու այդ մտայնության այդ քաղաքական գծին։ Հարգելի Լարա, քանի որ դուք ունեք ամենաբծախնդիր թիվ 1 հեռուստադիտողը, որը վստահ եմ այս պահին հեռուստացույցի առաջ կանգնված նայում է, ես կուզեմ ողջունել Աստված օգնական Սրբազան ջան։ Ողջունում եմ ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ 1 տարի գտնվող Բագրատ Սրբազանին, տնային կալանքի տակ գտնվող Իգոր Սարգսյանին, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արթուր Սարգսյանին, հպարտ Սյունեցի ազգային ժողովի պատգամավոր, Վահագին Չախալյան, որ քանի անգամ տարբեր առիթներով բռնվել է, բոլոր են Սրբազան շարժման 18 արդարներին, որոնք այս կամ այն ձևով խափանման միջոցի հարց ունեն։ Սրբազան ոչինչ պատմում, էլի կներես։ Ես Սրբազանին 2 անգամ, ասեմ, որ գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով այցելել եմ, 2 անգամ տեսել եմ շատ հուզված։ Մեկը վերջերս էր միացրեց իր Տավուշի երեխեքի երգչախմբի կատարումը, եկել կյանքում ես չի տեսել Սրբազանի տնը։ Շանլակոտներին կարոտել եմ բան ասած, մեկ էլ արդյունք տեսա։ Մեկ էլ ահավոր հուզվել էր, երբ որ Բակո Սահակյանի ընտանիքը Սրբազանին, այսպես ասեմ, Պերեդաչեն, հանձնուկ էր ուղարկել, չեք պատկերացնում Սրբազանի վիճակը, Բակո Սահակյանը բախվում, Բակո Սահակյանի ընտանիքը մտածում է իր մասին։ Իրականում, թե միշտ առիթին ըցել եմ ասել, Հայաստանում, եթե ազատ մեկ մարդ կա, վստահ, բայց կան 100 հազարավոր ազատ, քաղաքականապես հասուն պայքարող, բայց ամենաազատ մարդը այսօր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանն է։ Ինքը ազատության մեջ ճախրում, այդ ռեշոտկա, այդ փակ դուր, չենք, դուրը բաց են փակել, ոչ մի բան չի նշանակում իր համար։ Սրբազան ջան, պետք է ներես, քո սիրելի Տավուշ են գնալու քարոզարշավի շրջանակներում, բայց 5 շաբթի հաստատ կգանք դատին եւ հույս հայտնենք, որ այդ լինելու է վերջին քաղաքական դատական նիստը։ Ամսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանում դադարելու են քաղաքական հետապնդումները, դուրս են գալու բոլոր քաղբանտարկյալները, բոլոր անարդար դատապարտվածները, միջած նաև դրանից հետո մտածելու ենք նաև համատարած ամնիստիա անելու, որտեղ չեք պատկերացնում գաղութներում ինչա կատարվում։ Այն օրը բլոգերին, որ ձերբակալել է, փաստաբանին առոտը զանգեցի, ասաց տարել են Արմավիր քրեակատարողական։ Որտուսը քշեցինք հասանք Արմավիր քրեակատարողական, պարտվեց բերել են, տեղ չի եղել, այնտեղ 1200 կարծեմ կալանավորի տեղ չի եղել, բերել տեղափոխել են ու բարաշեն։ Այսօր բանտերը լցված են բանտարկյալներով։ Իրականում գիտեք, այս չեմ ուզում նախընտրական քարոզություն վերածել, այս ընտրությունների ամենամեծ ջրբաժանը, այսինքն շատ հաճախ են ճում, Հայաստանը չդառնա ադրբեջանական թուրքական վիլայետ, բայց եւս մի կարևոր բան կա։ Հայ հավատացյալ մարդ այսօր առավոտը պատարակի է քանակերում, այն հարյուրավոր մարդիկ, որ հայ հավատացյալ մարդը ընտրություն է կատարում, որ այս իշխանության վերարտադրության դեպքում լայնածավալ պատերազմը շարունակվելու է հայ առաքելական եկեղեցու դեմ կամ ընտրություն է կատարում, որպեսի մեր եկեղեցու դեմ Ադրբեջանի պատվերով այս արշավը, բանտարկությունները, քրեական գործերը վերջանան, մեր եկեղեցին ազատագրվի։ Իրանց նախընտրական ծրագրում է դա գրած։ Այդ դեպքում թույլ տվեք ես էլ ողջունեմ Սրբազան հորը, Աստված օգնական Սրբազան հայր։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Գեգամ Մանուկյանը։